Շոկ հողլուխս ծով Այսօր արևը շատ է վառում, ահա որ Երեք գնամ Թուր Սվետա Լավ ես Երևի արևը հարվել Հայ, այս ժամերին արևի ինտենսիվությունը բարձր Երևի կամ պիտի գլխարկ տնենք, կամ այդ դուրս չկայինք այս ժամերին Աչքներ, ինձ քիչ առաջ մի նյութ հանդիպեց, որը վերաբերվում էր օզոնային շերտին Եվ ես հասկացա ինչն էր Սվետայի թուլանալու պատճառը Իսկ ինչ է օզոնային շերտը? Դե օզոնը թթվածնի 3 ատոմներից կազմված մոլեկուլ է, որը վերնոլորտում հավաքվելով կազմում է օզոնային շերտը Իսկ որն է օզոնային շերտի դերը մեր կյանքում? Դե շերտը կլանում է վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, իսկ եթե շերտը չլինի, այդ ճառագայթները կհասնեն մեզ եւ երկիրը կկործանվի Բայց ես չգիտեի, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով կարելի է արևահարվել Ուլտրամանուշակագույն ճառագայթներից ոչ միայն կարելի է արևահարվել, այլ նաև շատ հիվանդություններ ձեռք բերել օրինակ աչքի կատարակտ, մաշկի քաղցկեղ, կարող է թուլանալ նաև իմունային համակարգը։ Ես նաև կարդացել եմ, որ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածությունը մեծացել է։ Իսկ որ նյութերն են դրանք։ Հիմնականում քլոր եւ դոր պարունակող նյութերն են, որոնք կան սառցարանների, օդորակիչների եւ փրփուրների արտադրության մեջ։ Այսինքն, եթե նվազեցնենք դրանց գործածությունը, ապա կկարողանանք կանխել օզոնային շերտի քայքայումը։ Իրավացի ես։ Հայաստանում նույնպես կատարվում են ուսումնասիրություններ եւ միջոցառումներ օզոնային շերտը պահպանելու համար։